տեսնում, ում ցուցմունքի բովանդակությունը հրապարակեմ, հայտնում տեղեկացված են, թե ինչ գործի շրջանակներում են հրավիրվել հարցաքննություն, ինչ հարցաքննություն ինչ կարգով ինձ պարզաբանվել իմ իրավունքները, որ կարող եմ իմ ամուսնու մերձավազգականից հրավիրել ցուցմունքներ չտալ եւ հարցաքննվել փաստաբանի ներկայությամբ, ցանկանում եմ հարցաքննվել առանց փաստաբանի, իմ մասին հայտնում հետեւյալ, որ 2015 թվականից մինչ օրս աշխատում եմ Trade House ՍՊ-ում որպես հաշվապահ։ Ընկերությունը զբաղվում է առևտրային գործունեությամբ, 2008 թվականից մինչև 2014 կամ 2015 թվականը աշխատել եմ Զանգեզուր Էքսինգ ընկերությունում որպես ընդհանուր հարցերով մենեջեր։ Միաժամանակ 2013 թվականից մինչև 2015 թվականը համատեղության կարգով աշխատել եմ նաև Զանգեզուր Էներգո ՍՊ ընկերությունում որպես լոգիստիկայի մենեջեր։ Զանգեզուր Էքսինգ ընկերությունը զբաղվում է Բելարուսի Հանրապետությունից մեծ տեխնիկաների անվադողերի ներմուծմամբ, որը ընկերությունը մարտակարարում է Զանգեզուր տնանձնամոլորակային կոմբինատ ընկերությանը։ Զանգեզուր Էքսինգ ընկերությունը փաստացի հիմնադրել էր Արշավիր Սարգսյանը, սակայն կարծեմ իր ծանոթներից Ալբերտ Տևորյանի անվամբ եւ հենց վերջինս էլ հանդիսանում էր ընկերության տնօրենը, իսկ հետագայում արդեն տնօրենը հանդիսանում էր Արշավիր Սարգսյանը։ Այդ ընկերությունում իմ գործառութային պարտականությունների մեջ էր մտնում Բելարուսիայի Հանրապետությունում անվադողերի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող Ֆեշին ընկերությունից անվադողերի ձեռքբերման եւ ներմուծման աշխատանքների կազմակերպման, բայց նաեւ ընդհանուր կազմակերպչական աշխատանքներն Արշավիր Սարգսյանը ինձ էր հանձնարարում։ Զանգեզուր Էներգո ընկերությունը նույնպես զբաղվում էր անվադողերի ներմուծման Բելարուսիայի Հանրապետությունից ու ելի նույն աշխատանքներն էր կատարում այնտեղ։ Բացի այդ, Զանգեզուր Էներգո ընկերությունը նախաձեռնել էր արևի փոքր կառուցման աշխատանքներ եւ զբաղվում էր նաեւ այդ հարցերով։ Շինարարական եւ փոքր կառուցման հետ առնչություն ունեցող այլ աշխատանքները Զանգեզուր Էներգո ընկերությունը պատվիրակում էր այլ ընկերությունների, որի համար ընկերության հաշիվներից կատարում էին փոխանցումներ ու դուրս էին գնում հարկային հաշիվներ։ Ձեր բանավոր հարցերին պատասխանում եմ, որ տեղյակ չեմ, թե Զանգեզուր Էքսինգ ընկերության փաստացի փայատերն ովքեր էին, բայց Արշավիրից լսել էի, որ վերջինիս բիզնեսի հետ առնչություն ունի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, բայց թե կոնկրետ որ ընկերությունում եւ որքան էր կազմում նրա մասնաբաժինը, ես տեղյակ չեմ։ Նշեմ, որ Արշավիրն ուներ մի քանի ընկերություններ, որոնք զբաղվում էին փոքր հեկերի կառուցման ու շահագործման աշխատանքներով։ Նշեմ, որ Աղվան Հովսեփյանն առնչությունը Զանգեզուր Էքսինգ ընկերության հետ կապված ինձ համար պարզ էր դառնում նաև այն հանգամանքով պայմանավորված, որ ըստ Արշավիրի խոսքերի Աղվան Հովսեփյանը բյուրականում առանձնատուն էր կառուցում եւ այդ առանձնատան շինարարական աշխատանքների համար Զանգեզուր Էքսինգ ընկերության միջոցներից ձեռք էին բերվում տարբեր տեսակի շինանյութեր, կահույքի հիշելով նաև որոշակի փոխանցումներ էին կատարում շինարարական աշխատանքների կատարման համար։ Շատ է լինում, որ Արշավիրն ինձ մոտ կանխիկ գումար էր թողնում եւ ասում էր, որ բյուրականի շինարարական աշխատանքների համար այդ գումարը կգան կվերցնեն իմ մոտից եւ նրա ասած մարդիկ այդ գումարները գալիս ու տանում էին, սակայն այդ մարդկանցից ոչ մեկին ես չէի ճանաչում։ Հիշում եմ, որ մի դեպքում ասում էր, որ գումարը տանողը Դավթին է, մի դեպքում լողավազան կառուցող ու այդպես էլի մարդիկ էին գալիս եւ գումար տանում, որոնք ինձ մոտ կանխիկ թողնում էր Արշավիրը։ Այդ գումարները փոխանցելիս որևէ փաստաթուղթ չէր կազմվում։ Գումարները տարբեր չափերի էին, սկսած 100,000 դրամից մինչև մի քանի միլիոն հայ դրամ։ Թե կոնկրետ ում ինչ չափի գումարներ էի փոխանցում, չեմ հիշում։ Այդ երբ Արշավիր Սարգսյանն իմ միջոցով կանխիկ գումարները փոխանցել է բյուրականի առանձնատան շինարարության համար, սկսած 2008 թվականից եւ այդ ընկերությունն իմ աշխատելու ողջ ընթացքում կարծեմ մինչև 2014 թվականը նման փոխանցումները կատարվել են Արշավիրի կողմից իմ միջոցով։ Թե ընդհանուր որքան գումար է կանխիկ փոխանցելի միջոցով Արշավիրը չէր հիշում, բայց խոսքը բավականին մեծ գումարների մասին էր։ Ես Արշավիրից լսել էի նաև, որ ինքն անձամբ է նա կանխիկ գումարներ փոխանցել շինարարական աշխատանքներ կատարող անձանց, բայց թե ինչ չափի գումարներ ես չեմ հիշում։ Գուցե նա ինձ այդ մասին ասած լինի, սակայն ներկայումս չեմ մտաբերում։ Այդ գումարների չափերը ներկայումս չեմ հիշում։ Լինում էր, որ այդ փոխանցող գումարները կանխիկացնում էին ընկերության հաշիվներից եւ Արշավիրի ցուցումով ես դրան հանձնում էի նրա ասած մարդկանց կապված այդ շինարարության հետ։ Լինում էր նաեւ, որ Արշավիրն իր մոտ եղած գումարներից էր տալիս ինձ իր ասած մարդկանց փոխանցելու համար։ Այդ բոլոր գումարները ես հանձնում էի նշված մարդկանց Զանգեզուր Էքսինգ ընկերության գրասենյակում, որը գտնվում էր Երևան քաղաքի Արշակունյաց փողոցային գտնվող տպարանի շենքի երկրորդ հարկում, որը վարձակալվել էր ընկերության կողմից։ Հարց ասացեք, ինչու է Սարգսյանը եւ Զանգեզուր Էքսինգ ընկերությունը գումարներ փոխանցում Աղվան Հովսեփյանի պատկանող առանձնատան կառուցման համար։
Պատասխան, քանի որ ըստ Արշավիր իր բիզնեսի հետ առնչություն ուներ նաև Աղվան Հովսեփյանը, ենթադրում եմ, որ հենց այդ պատճառով էր Արշավիր Սարգսյան անձամբ և Զանգեզուր Էքսիմպ ընկերության միջոցով գումարներ փոխանցում Աղվան Հովսեփյանի պատկանող հյուրականի առանձնատան շինարարության համար։ Ենթադրում եմ, որ այդ փոխանցվող գումարները Արշավիրի հետ Աղվան Հովսեփյանի ունեցած համատեղ բիզնեսից ստացված եկամտի նրա մասնաբաժինն էր, որն էլ Արշավիրը կանխիկ կամ ընկերության միջոցով փոխանցում էր։ Հարց. Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ Արշավիր Սարգսյանը պարբերաբար ձեզ մոտ գումարներ է թողել, որոնք դուք փոխանցել եք Աղվան Հովսեփյանի որդի Նարեկ Հովսեփյանին, ասացեք որքան գումարի մասին է խոսքի և ինչու էր Արշավիր Սարգսյանն այդ գումարները փոխանցում Նարեկ Հովսեփյանին։ Պատասխան. Իմ աշխատանքի ընդունվելու սկզբից ամիսը մեկ անգամ պարբերությամբ Արշավիր Սարգսյանն ինձ մոտ գումար է թողնում, որն ըստ նրա տեղզրնություն իրականացնող կազմակերպությունից բերված գումարն է, և Նարեկ Հովսեփյանը այն կգա կտանի։ Ես այդ գումարը պահում էի ինձ մոտ և նույն օրական 1-2 օր անց Նարեկը գալիս էր մեր ընկերության գրասենյակ ու իմ մոտից վերցնում էր այդ գումարը։ Գումարի չափը տարբեր ամիսների տարբեր էր լինում, տատանվում էր 1-ից մինչև մի քանի միլիոն հայ դրամ։ Առավելագույնը գիշերով եղել է մինչև 10 միլիոն դրամ գումար։ Արշավին չէր մեկնաբանում, թե դա ինչ գումար է, բայց քանի որ ամեն ամսվա պարբերականությամբ էր այդ գումարը փոխանցում, ես ենթադրում եմ, որ դա նրանց մասնաբաժնի գումարն էր այդ կազմակերպության գործունեությունից ստացված եկամտից։ Այդ ընկերության անվանումը ինձ հայտնի չէ, բայց գիտեմ, որ Արշավիրն այդ ընկերությունում մասնաբաժին ուներ։ Այդ ձևաչափով Նարեկը այդ գումարների մոտից գալիս ստանում էր կարծեմ մինչև 2013-2014 թվականներից։ Դրանից հետո այլևս Արշավիրն այդ գումարները ինձ մոտ չի թողել, ես չգիտեմ, թե Նարեկը որտեղից է շարունակել ստանալ այդ գումարները կամ առհասարակ շարունակել է ստանալ, թե ոչ։ Հարց. Ասացեք, ինչ առնչություն ուներ Միսակ Հովսեփյանը Զանգեզուր Էքսիմպ ընկերության հետ։ Պատասխան. Ես Միսակ Հովսեփյանի հետ չեմ առնչվել, բայց Զանգեզուր Էքսիմպ ընկերությունում իմ աշխատելու վերջին տարիներին ժամանակ առ ժամանակ տեսել եմ նրան մեր գրասենյակում։ Վերջինս գալիս էր Արշավիրի մոտ, բայց թե անձամբ Միսակն ինչ առնչություն ուներ ընկերության հետ, ես չգիտեմ։ Իմ հիշելով նաև 2012 կամ 2013 թվականին ես տեղեկացա, որ ընկերության սեփականատեր է դարձել Միսակ Հովսեփյանը և վերջինս ինչ-որ հաշվապահական կազմակերպության հաշվապահներ է բերել, որ իրականացնեն ընկերության հաշվապահությունը։ Բայց տնօրենը շարունակում էր մնալ Արշավիր Սարգսյանը և ես Միսակ Հովսեփյանի հետ որևէ հարցով չեմ առնչվել։ Իմ հիշելով նշված հաշվապահական ընկերության անվանումը Smart MT էր և այդ ընկերության հաշվապահն էր Տիգրանը, Արմինեն և Հասմիկը, բայց ավելի շատ հաշվապահական աշխատանքներ կատարում էր Տիգրանին, իսկ Արմինեն հանդիսանում էր նրանց տնօրենը։ Վերջիններից ազգանուններն ու այլ տվյալներ ներկայումս չեմ հիշում։ Այնուհետև ցուցմունքի տակ առկա է ձեռագիր գրառում, ցուցմունքից կարդացի անձամբ գրված էին պատմածողի բառերի ճիշտ է, ստորագրություն Մաթեոսյան, ստորագրություն Քնիչ Ստեփանյան։ Ասացիք։ Ինչ ասեք։ Ինչ ինչ-որ գրված է, դա այն ժամանակ ես էլ որոշ բաներ չեմ հիշում, ես հավատացի հարցերը տվել, ես պատասխանում եմ։ Ես չէի հիշում սա, որպակած մոտ մեջ հիշեցի։ Մենք ուզել Նավադյաշի հարցեր, Նավադյաշի հարցեր, մենք պատատենց ասեցիք, չէ՞, ինչն է գնդում էիք ես, ես լսեցի Նավադյաշի, ճիշտ լսեցի։ Այս ժամանակ որ հարցերը, այս ժամանակ որ տարի այդքան շատ չէր ասել, որոշ բաներ, այո, ժամանակ դուք ասեցիք, դες Նավադյաշի հարցեր, ճիշտ լսեցի։ Նավադյաշի բառեք ասել, դա ինչ է նշանակում։ Ես գիտեմ ինչ է նշանակում, բայց ես կուզենամ դուք բացեք։ Ինչ է չէ, ես սխալ լսեցի։ Սխալ լսեցի։ Բայց ինչ եք դուք։ Դե որովհետև ախր հարցը տասը ձևով տալիս եք։ Դուք այս բառը մեկ անգամ ցայնակ այս ամբողջ ցայնագերում է, դուք այս բառը օգտագործել եք։ Հա, օգտագործել։ Ինչ նկատում եք։ Ի նկատի որ պատմածվեց նոր բան, ես նոր ասում եմ նոր Հարմոտ չէի հիշում, բայց ընդեղ ասենք տեսեք առանձնատուն կարող այն ասել այ ես շիրանոցան վրա եմ գնացել, այդ պահերում հասկանանք, որը այն ինչը որ այնտեղ էլ նշված է, որ Արշավիր Սարգսյանից լսել եմ, Արշավիր Սարգսյանը հայտնել է, այսինքն այդ տեղեկատվության աղբյուրը հանդիսացել է Արշավիր Սարգսյանը նույն Աղվան Հովսեփյանի հետ օրինակ բիզնես գործունեություն անելու մասին, ըստ Արշավիր Սարգսյանի խոսքերն եք դուք։
Կանա, խնդրեմ, տեսեք, շատ կարևոր է, ասում եք, որ Արշավիր Սարգսյանի տեղեկատվության աղբյուրը Արշավիր Սարգսյանն է եղել։ Թեպետ այդ հարցին մի անգամ պատասխանել եք, բայց ես ցանկանում եմ նաև այս հարցադրումը ցուցմունք հրապարակելուց հետո նաև հնչեցնեմ։ Արշավիր Սարգսյանը դա այդ ժամանակ, երբ որ օֆիսում էի, երբ որ այդ գործունեությունը ծավալվում էր, այդ ժամանակ էր ասում, թե օրինակ, չգիտեմ, ձեզ ասել է հարցաքննությունից առաջ։ Չէ, այդ ժամանակ որ աշխատել եք։ Այդ ժամանակ որ աշխատել եք, այդ ժամանակ ասել։ Եվ տեսեք, նաև խոսք գնաց Նարեկ Հովսեփյանի կողմից գումարներ գալու, վերցնելու, ընդ որում գումարի չափերի մասին ցուցմունքում նախաքննության ընթացքում քննչի մոտ ասվել էր, բնականաբար դա արդեն Արշավիր Սարգսյանը չէր կարող ձեզ ասել, բնականաբար դուք եք անձամբ այդ գումարները փոխանցել, բայց այստեղ դատարանում իհարկե Նարեկ Հովսեփյանի մասին խոսեցիք, բայց գումարի չափեր քննչի մոտ նշված, այս տվյալները դուք քննչի մոտ հիշել եք, ասել եք, թե ոնց ա եղել, այդ եմ ուզում հասկանալ։ Կոնկրետ չեմ հիշում, ուղղակի ենթադրել եմ, որ կարող այս գումարներ լիներ եւ կոնկրետ թիվ նորից ընդգրկված է, ենթադրաբար 100-ից ասենք մի քանի միլիոն, որտեղ շատ մարդիկ եկել։ Ես այդ մասը ասեմ հարցս, քանի որ հնչեցրեցի, բայց ավելի կոնկրետ ասեմ, որպեսզի ձեր համար բարձ լինի։ Դուք նշել եք նախաքննական ցուցմունքում, գումարի չափը տարբեր ամիսներին տարբեր էր, տատանվում էր 1-ից մինչև մի քանի միլիոն դրամ, առավելագույնը եղել է 10 միլիոն, առավելագույնը իմ հիշելով եղել է մինչև 10 միլիոն դրամ գումար, այսինքն 1-ից մինչև 10 միլիոն։ Ոչ թե 1-ից մինչև այնքան, եղել է կարող է եղել է մի միլիոն, մի միլիոն 200, ասենք ես չեմ կարող հստակ հիշել, էլի։ Շատ լավ։ Ամեն դեպքում այս տվյալը ինչ որ քրինչին ներկայացրել եք, սա ձեր բառերն է, դուք եք ասում։ Ես հարցրի։ Ես ունեմ։ Դուք քիչ առաջ ասացիք Նավադյաշի հարց։ Ես ձեզ հարց տվեցի, դուք նման բան ասել եք, թե ոչ, ասեցիք ոչ։ Այնուհետև երբ որ շեշտվեց, որ դա ՏԿ-նիստը ձայնագրվում է, դες դատարանը հարց ուղղեց, ասես նման բառ ասել եք, թե ոչ, դուք ասեցիք այո։ Այսինքն ստացվում է, որ նախորդ հարցին, այսինքն իմ կողմից հնչեցրած հարցին, նման բառ ասել եք, թե ոչ, դուք ասեցիք ոչ, ստել եք, ինձ ստեցիք։ Չէ, ուղղակի գումարների հետ կապված է, ես ոչ, իմ հարցը շատ հստակ է, ասի դուք Նավադյաշի բառ օգտագործեցիք, թե ոչ, Նավադյաշի հարց տալ բառ օգտագործեցիք, թե ոչ, դուք ինձ ժպտալով ասեցիք ոչ։ Երբ որ դատարանը ձեզ հարցը տվեց եւ շեշտեց, որ ՏԿ-նիստը ձայնագրվում է, դուք ասեցիք այո։ Ինձ խնդրում եմ հարցը շատ հստակ պատասխանեք։ Ստեցիք, երբ որ ասեցիք ոչ։ Ինչի։ Որովհետև ես իմ մեջ դա ասեցի գումարային թվերի հետ կապված։ Հասկանալ եք, ինձ ինչի ստեցիք։ Որտեղ Որտեղ նույն հարցը դա էական ասենք դա այդպես բան չէ։ Այդպես բան չէ։ Այս գործի հետ կապված եք էականը եւ ոչ էականը տարբերակում սուտ ասելով կամ ոչ սուտ ասելով։ Չէ, այստեղ սուտ ասելով ոչ չկա, այստեղ ուղղակի հիշելու եւ չհիշելու։ Այս ուզում հասկանամ, իսկ ինչի մենք հիմա ձեզ պետք է հավատանք։ Տեսեք, ես ունեմ նախաբեր, քիչ առաջ, 1 րոպե անց, որ դուք ստեցիք ու ասեցիք, որ այդ ստելը պայմանավորված է եղել, էսի կամ էական է կամ էսի էական չի։ Հիմա ես ոնց հասկանամ, որն է այս պարագայում էականը ձեր համար, որը ոչ էական, եւ որ պահին եք դուք մեզ ճիշտ ասել, որ պահի ստել։ Ես խնդրում եմ, որպեսզի կոնկրետ հարցադրումներ հնչեցվի պաշտպան դատարան։ Այսինքն, եթե ինչ-որ հանգամանք պաշտպանության կողմից տեսնում է պետք է նորից կոնկրետացնի ճիշտ է դա թե սխալ է, խնդրում եմ թող հնչեցվի ուղղակի հարցին կարծիքով վերացական։ Կոնկրետ ասեմ։ Որն է էական դիտարկել, որը ոչ էական։ Ամբողջ ցուցմունքը։ Իսկ կոնկրետ ասեմ։ Բաթոժան Կարի, ես ֆորմատով եմ թույլ տամ պատասխանը։ շատ լավ, շնորհակալ եմ։ Հիմա եթե դուք պաշտպանի հարցին պատասխանը դուք ունեցիք, ես ստում եք ստել եք։ Ինչով պիտի մենք ձեզ հավատանք, թե մնացած ամբողջ ցուցմունքը։ Ես ոչ թե ստել եմ, այդքան որ բառը քանի իմաստ չէ կարող ասել, ես հասկացա հաստատանը, թե ինչ իմաստի հիմա վրա է դասը, ես դրա հարցեցի, որ այն իմաստը, որը ինքն է ենթադրում, ես այդ իմաստով չեմ ասել։ Ինչ է ենթադրում։ Ես հասկացա, որ ինքը միանգամից բան արեց, մտածեցի ինքը ենթադրում է, որ վեճաշում արել, կամ ինչ-որ բան արել, դրա համանունից է չգիտեմ։ Ես տենց ենթադրեցի, բայց իրականում ես միայն այդ հիշողության հետ կապված բաների
Բարեբախտաբար ես ռուսական կրթություն ունեմ, շատ լավ հասկանում թե Նավագյաշի վապրոսը որն է, շատ լավ հասկանում։ Հիմա կոնկրետացնենք։ Տեսեք, դուք մինչև ձեր ցուցմունքի հրապարակումը կատեգորիկ այնուամենայնիվ պատասխան տվեցիք Աղվան Հովսեփյանի անվան շեշտադրման հետ կապված։ Նույնիսկ դատարանը հավելում կատարելով շինարարություն, առանձնատուն, ամփոփում է եղավ այնպես, որ միևնույն Աղվան Հովսեփյանի անունը չի հնչել։ Ինչ է որ ձեզ ասած լինի Արշավեր Սարգսյանը, դուք իր բարերից ասած կլինեք, բայց Աղվան Հովսեփյանի անունը չի շեշտադրվել։ Հիմա ձեր ցուցմունքը հրապարակվեց դատախազի կողմից, որտեղ որ նշված է այդ գումարների հետ կապված նաև շեշտադրում Աղվան Հովսեփյանի անուն ազգանունը։ Դուք հիմա ասում եք, Պենիկես տարի անցել, ես ինչ քնիչի մոտ նշել եմ ճիշտ է, նույնիսկ դատարանը դες հարցը տվեց, ճիշտ եք ասել, թե սուտ եք ասել, դուք ասեցիք, որ ճիշտ եմ ասել։ Հիշում եք, չէ՞, բայց մինչ այդ, մինչև հրապարակումը կատեգորիկ ասեցիք, որ Աղվան Հովսեփյանի անուն այնուամենայնիվ չի շեշտվել։ Հիմա ես դες ոնց հասկանամ, էլի ստել եք, թե ճիշտ եք ասել։ Ես ասեցի, որ Արշավիր Սարգսյանը խոսակցությունն այն նման բան, բայց քանի որ դա հստակ չէ ու ես դա իրավունք չունեմ ենթադրությունով հստակ պատասխան տամ, դրա համար ես այս բանին հստակ ես պատասխան չեմ տվել, բայց ինչ մնում է, որ լսել եմ աշխատելու ժամանակ խոսակցությունը, լսել եմ, այո, լսել եմ։ Ինչ խոսակցություն։ Ինչ որ գրված է։ Բայց ես էլ եմ հարցնում, այդ խոսակցությունը չի վերաբերվում մենակ գումարների։ Այդ խոսակցությունը վերաբերում է, որ այդ գումարների հետ փոխկապակցությունը Աղվան Հովսեփյանի անվան հետ է։ Դուք այն ինչ ասում եք հիմա, որ նաև քննիչի մոտ եք նշել, ընդհանուր առմամբ նույնն եք ասում, բայց ստեղ կատեգորի այդ գումարներից զատ ասացիք, որ Աղվան Հովսեփյանի անունը չի շեշտվել։ Մինչդեռ այն ինչ ասել եք քննիչի մոտ, հիմա ասում եք ճիշտ է։ Հիմա ես էլ եմ ուզում հասկանալ, եթե դուք ստեղ կատեգորիկ ասում եք Աղվան Հովսեփյանի անունը չի շեշտվել։ Հիմա ես ձեզ ոնց հավատամ։ Քննիչի մոտ ես չեմ ասել Աղվան Հովսեփյանի համարին եկել նման բաներ են, ես չեմ ասել։ Ոնց կարա դες բանի։ Ասկելա հյուրականի շինարարության